Եվ պարոնայք, երեկոյի հաղորդավարներ Գարիկ Պապոյան և Ռոբերտ Մարտիրոսյան։ Բարի երեկո բոլորին, կասկածելի երեկոն է եթերում, շատ հետաքրքիր և կասկածելի հյուրերով և այսօր յուրօրինակ է այս հաղորդումը, այս թողարկումը նրանով, որ այստեղ հայտնվել են հյուրեր, որոնք կարելի ասել հայտնվել են պայքարի արդյունքում և այդ պայքարը եղել է իմ և Ռոբերտի մեջ և հաղթող եմ ճանաչվել ես, ինչպես կռահում եք, քանի որ հյուրերը այստեղ են, խոսքը ինչի մասին է կհարցնեք, դուք խոսքը նրա մասին է, որ ես պայքարում էի, որպեսզի մեր հաղորդման շրջանակներում լինեն նաև մարդիկ, ովքեր դեռ հայտնի չեն։ Ոնց որ Ռոբը դեմ էր, ասում էր չէ մենակ աստղերդ եմ մենակ շփվում ասում էր, իմ սեղանի շուրջ մենակ լավ ասում էր, աշխարհի ամենա սոցիոֆոբ մի թատիր, սովորական մարդ մի թատիր։ Ես գիտեմ կներես նաև շեշտիր կներես խոսքդ սիբեխով կտրեմ, չգիտեմ ոնց շաքար չես օգտագործում։ Չէ վեգանները շաքար չեն։ Լավ, ես դիմայել եմ դեմ։ Ես դեռ դեմ եմ։ Ես ասում եի, որ լավ, հիմա դուք ասես ինչի, տես սա ոնց որ էքսպերիմենտալ հետաքրքիր ֆորմատ եմ ես ուզում դառնա, մենք կաստինգ ենք ունեցել և հետաքրքիր ոլորտներից հետաքրքիր մարդիկ են այստեղ եկել, Ռոբ ուզում էր լիներ միակ, այո, անհայտ մարդը, որ լինում է այս տաղավարում, բայց չէ, էլի մարդիկ կան, ովքեր հայտնվել են այստեղ, ես ուզում եմ ներկայացնել իմ հյուրերին։ Ներկայացրու։ Հյուր, որին բոլորը ճանաչում եք, դերասանուհի տաղանդավոր Ժաննա Բուտուլյան։ Եվ արդեն հյուր, որը պայքարների արդյունքում է այստեղ ասել դիմացնոտային վիրաբույժ Լևոն Մարգարյան։ Ես իդեպ շարունակ եմ գար միջև ներկայացնել Ինչի է գեղեցկուի աղջիկ էտեր նստած, ինչ է քեզ անում։ Մատ խնդրում եմ զատ կնիս։ Ես կներկայացնեմ, գեղեցկու աղջկան ես կներկայացնեմ գետինը, ծնոտդ կպոկվի, Լևոնը կմիանգամից կբոժի։ Դիմացնոտ այ չէ, Լևոն ջան, լավ։ Ուրեմն նայեք, ես ճիշտ է, ես դեմ եմ այս մտաղացմանը, ես ունեմ իմ խնդիրները, ունեի։ Ու դրանք շատ են։ Որովհետև պայքարների արդյունքում կանում կաստինգ է եղել, 500-600 հոգի գրանցվել է, մեր ստեղծագործական թիմը ընտրել է մասնակիցները և նրանք այսօր եկել են, մենք առաջին անգամ ենք իդեպ տեսնում, Լևոնին և անունը դեռ չեմ նշում իմ թիմակցի, բայց ես դեմ եմ լինելու ամբողջ եթերաշրջանի ընթացքում և թող ես լինեմ սխալ, դրանից միայն կշահի հաղորդումը։ Բայց ինչու ես դեմ, Ռոբ։ Գիտես ինչ, հարգելի Լուիզա, կարելի բռնել ձեր ձեռքը։ Ես դեմ եմ, որովհետև ինձ թվում է, արա չգիտեմ։ Երբ որ մենք խոսում ենք շատ ավելի կոպիտ ու վիրավորական չգիտեր, բայց հիմա Ես լուրջ եմ ասում, չէ, դեմա չի ուզում, մտածում մրցակիցներ են գալու, մի օր ինքը չի լինելու։ Անկեղծ ասում եմ, չէ, լավ անկեղծ ասում եմ։ Ես կարծում եմ, որ կարող են մարդիկ, ովքեր այս ասպարեզից չեն, կատակները, որոնք լինելու են նրանց հասցեին, ճիշտ չհասկանան և նեղացնենք նրանց։ Եթե այդպես չլինի, ես միայն ուրախ կլինեմ։ Չեք նեղանա, չէ մեզանից։ Լեովս, չես նեղանում։ Բան սկսեցի ոնց նեղանամ։ Պերջ, իդեպ Լեովը ասեք, որ նման է ինձ, կապուտաչյա, ասեք, բայց նման ենք։ Էլի շարունակում է։ Ինչ, մազերը մանավանդ, ասեք վիրավորում են ձեզ, ասում են կաչալ։ Սա դժվար շոու է, կաչալ։ Որ ասում եմ ես ուզում եմ ասեմ, որ դժվար է, դուք պետք է այս դիմակայությանը դիմանաք, լուրջ պետք է դիմանաք։ Խնդրում եմ չնեղանաք կատակներից հարգելի Լևոն։ Լավ, երկարացիկար ճոգում եմ ես կոմենտներով, հասել եք մարդիկ եք բերե տժում եք արամեր եկները, արի ես պատկերացնում եմ էդ կոմենտները, արա գնա հումորիստների վրա խնդա, բայց չգիտի, որ մի քանի հաղորդում առաջ հումորիստներ, բայց միևնույն է մենք գնալու ենք և պատեր կոտրելով հաղթահարելու ենք Ռուբիկոնը։ Ներկայացնեմ արդեն իմ արգումենտ։ Այո, ներկայացնեմ իմ հյուրերին։ Մարկետոլոգ, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ, որտեղ սան եմ նաև ես, բայց այն ժամանակ ժողովրդի էր։ Գեղեցկուհի, բազմաթիվ սննդի կետերում, արագ սննդի կետերում մարկետոլոգ աշխատած, որ մտնում ես Instagram և միանգամից բերում է այդ ախորժելի շաուրման, այս աղջիկն է պոստանում։ Սա բերում։
Բարձր եկեք ծափարենք, որտեղ իրոք կատակը մի կողմ նրանց պետք է քաջալերել։ Անահիտ Հարությունյան։ Անահիտ ջան, լավ ես, չէ՞։ Ուրախ ես։ Չես անհանգստանում։ Չէ, вообще։ Մենք այսօր նրանց այո, Ես եմ դստեղ։ Վերջերս ես գնացել էի, ուղակի տոմս էի գնել ընկերոջս հետ եւ գնացել էի դրամատիկական թատրոն, Հրաչյա Ղամփլանյանի անվան պետական դրամատիկական թատրոն, ուղակի ներկայացում նայելու հենց ամենաառաջի շարքից վճարել էի վերջին գումարը իմ եւ ես առաջի անգամ իրոք լույզային գիտեմ 1000 տեղ ունենայի, գնացի 4000-ը ծախսեցիր, հա՞, Եվ անկեղծ իմաստա ուղղակի խոսքեր չի, ես ուզում էի նա գար ու եթերով ասեի, որ ավելի ծանրակշիռ լիներ իմ խոսքը։ Ճիշտ է, նա լավ խաղում էր, նա տեքստերը պրոֆեսիոնալ ասում էր, ամեն ինչ լավ էր, բայց կար մասեր ներկայացման մեջ, որտեղ նա լռում էր։ Արդ ո՞նց էր լռում։ Լուրջ ժողովուրդ դու բայց ծիծաղում եք, բայց իրոք ներկայացման մեջ նստել մի անկյունում, որտեղ գործողություն է տեղի ունենում եւ դուք լուր նստած եք, ոչ թե լոգշ նստալու մասին է խոսքը, այլ խաղալ եւ ներգրավված լինել։ Ես ուղղակի փշաքաղվել եմ եւ հիացել եմ։ Դրա համար ուզում եմ այդ շատ բարձր ծափարություններով ծափարենք Հայաստանի վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանին։ Այդ շքանշան այդ կոչումը պատահական չի տեսել, չեն տվել ձեզ։ Իսկ ում եկել տեսել են ինչ լուր նստած եք։ Այս աղջկան մի հատ եկեք մեդալ տակ լռում է։ Չէ, բայց ես հավատում եմ Ռոբի խոսքին, քանի որ եթե իսկապես հավանած չլիներ, Տոմսի գումարը հետ էր ուզել։ Իդեպ Օրնիֆլ ներկայացումներ, Օրնիֆլ ներկայացումը ինքը մերօրյա երևի Դոն Ժուանի եւ կնասեր տղամարդու մասին էր, իդեպ եկեք նաև ծափարենք Հրաչյա Հարությունյանին, նրա խաղն էր ֆանտաստիկ եւ բոլոր դերասաններին։ Ես լուրջ ուզում եմ գովազդ անեմ, էլի ճիշտ է գովազդի կարիք չունի դրամատիկական դրան, բայց ես ուզում եմ տպարություններով կիսվեմ։ Մի խոսքով։ Արդեն սկսենք։ Այո։ Դու գնում ես թատրոնի դեպ։ Ասա հա փրկվի։ Տարվա մեջ 3-4 անգամ գնում եմ։ Սկսեցինք։ Ծանոթացնեմ առաջին փուլի կանոններին։ Խնդրեմ փորձիր։ Մասնակիցները իրենց առջև դրված թերթիկից կարդում են պատմություն։ Թերթիկի վրա կարող է լինել պատմություն, որն իրոք նրանց հետ պատահել է, կամ պատմություն, որ նրանց հետ կապ չունի, եւ մասնակիցն այն կարդում է առաջին անգամ։ Անկախ ամեն ինչից մասնակիցը պետք է այդ պատմությունը ներկայացնի իբրև իրականություն, իսկ մրցակից թիմը հարցերի միջոցով փորձելու է պարզել այդ պատմությունը նրա հետ պատահել է, թե ոչ։ Ճիշտ պատասխանի դեպքում միավորները հիշում ենք։ Գնում է Գարիկյանց թիմ։ Եթե մենք ճիշտ ենք պատասխանում, Եթե մենք ճիշտ ենք պատասխանում, մեր թիմ։ Ահա, եթե իրենք ճիշտ պատասխանում, Էլի մեր թիմ։ իսկ եթե սխալ ենք պատասխանում, Էլի մենք միավոր ենք ստանում։ դու գնա տուն։ Ուզում եմ Անահիտ ջան, գնա տուն։ Ինչ է Ինձ տված միշտ պետքա միավոր ստանանք։ Չէ, դու տենց այդ տրամաբանություն։ Տենց է եկե որ հաղթեինք։ Դու իրավունք չունես միավորներից տենց վստահ խոսես, ու միշտ սխալ են գրում։ Ես ապացուցեմ, բայց Ոնց ասի տենց մեզ անա։ միշտ ուղում է հանդիսատեսը։ Դե ինչ սկսենք։ Լևոն ջան, այս ծանր բեռը կարելի ասել, ոնց առաջին, այո։ Այս նուբարը դες բաժին ընկավ, առաջին ոնց որ բերքը։ Չէ, պետք չի դու։ Լևոն։ Ես մի անգամ փրկել եմ մահացած մարդու կյանքը։ Մահացած մարդու, այսինքն Լևոն ջան, մահացը ինչ պայմաններում, լավ, ինչ պայմաններում էր։ Դաժան պայմաններում էր։ Փողոցում, կլինիկայում ոնց էր, խնդրում եմ պատմի, մենք հարցերի արդեն շարանը կգա։ Տանը, իր սեփական տանը, դեռևս սեփական, մահացել էր, ու մեզ կանչ տվեցին։ Ինքը զանգեց, հա։ Մահացել էր, զանգեց, բա։ Մահանում եմ։ Մահացել եմ։ Իսկ Մահացել եմ, կգա պլաստիկ։ Սիրուն դունջը։ Բայց կգա գիտես ասեք լավ մեռնեմ, էլի, պանիխիդային լավ տեսք ունենամ։ Իսկ այդ ժամանակ շտապօգնության բժիշկ եք երևի։ Այո, ներկայումս եմ նաև աշխատում շտապօգնության։ Արաձեր կողքից գործն է անում։ Այո, մենք էլ տենց ենք անում։ Հասկացա, Հետո գնացի, մահացած էր։ Բայց դուրով բացեց։ Բայց դուրով է բացել, դուրը Բացեց եկավ։ դուրը ինքը բացեց։ Չէ, դուրը բացեց իր կինը, հուսով եմ ինքը չի նայում սա։ Ունեն TV։ Չեմ հիշում։ Կինը բացեց, բա խնդրում եմ համեցեք, ամուսից մահացած է։ Ստացվեց նենց, որ գրանցեցի մահացած մարդ։ Դուրս եկա տնից։
Անցավ, հանգիստ խղճով գնացի քնեմ, որտեղ գիշեր էլի։ Հետո 2 ժամ հետո կանչ էլի գալիս։ Մյուս մարդս։ Նույն անու ազգանունը նույնն է։ Գնում եմ հետ, շատ արագ եմ հետ գնում։ Տենց արագ երբեք սկորեն չի գնացել։ Բացարձակ։ Հասնում ենք տեղ, փաստորեն մահացած չէր։ Բայց ես երկրորդ անգամ ինչ եք արագ գնում։ Արագ գնեք առաջինը մահացած։ Բայց գնում ես այսինքն նույն մարդը արդեն նստած է։ Նստած է, բժիշկ շարեք եկել։ Իննա մահացած։ Նա դե իրան ստուգի։ Բայց առաջին անգամ որ գնացել եք, ինչով էր արձանագրվել մահը, ինչ բան եք տվել։ Արձանագրությունը վերջնական պետքա միշտ դատա բժիշկը տա։ Ես ուղղակի նախնական կամ ասեմ ուղղակի սրտի կատված։ Բա որ դուք արձանագրում եք մահ հետո չեք կապում դատա բժշկականի հետ։ Արա լավ, բայց ես Մանրամասն չասեցի, ստացվեց մանրամասն։ Ես Լասա մի փրկվի։ ապա թվում բժիշկ ունենք։ Ես գրանցեցի։ Հետո համար եմ տալիս իրեն, որպեսզի աշխատակիցները գան, տանեն իրանց պատասխան արդեն են մյուս վատ բաներ։ Այո, բա ինչի՞ չտարան բժիշկ։ Դե ես չեմ տանում դա։ Գիտեմ, բայց ինչի՞ այդ 2 ժամվա մեջ չեք անտարան։ Այդ հարցին ձել եմ ինչու եմ հետաքրքրում, բայց ռիսկ չեմ արել տամ իրանց։ Լավ, հետո մտար արդեն տեսար կենթանի է։ Չէ շնչում, ուղղակի հա, ինչ։ Լավ պատմություն չի, հա։ Չէ։ Չի դատվի, չէ։ Հա, օքեյ, լավ, պատմություն։ Հետո որպեսզի ապացուցեմ, որ մահացած է, արդեն դրան եմ։ Դանագոց։ Այ մահացը չի շնչում եմ Բայց մարդիկ հիմա նայում են, ու շատ վատ բաներ ենք ասում, կներեք։ Հա, որպեսզի ապացուցեք, որ մահացած է, հա։ Ադրենալինի մի ամպուլ մի անգամից ներարկում եմ։ Երակ։ Դի ճիշտ է։ Այո, լսել եմ։ Առաջի անգամ է անում։ Ու սրտի մերսում դե պետք անես, որպեսզի վերակենդանանա։ Ու էսպես չէ, առաջի անգամ անել։ Արել է, այդ ամեն ինչը արել է, բոլոր այս պրոտոկոլ են, հա։ Շատ հանգիստ անում, որտեվ գիտեմ, տարբերակ չկա, մեկա, բայց մեկ էլ սիրտը սկսում է աշխատել։ Բա վերջը ինչ եղավ։ Վերջը հիվանդանոց տեղափոխեցինք։ Ես արդեն ճանապարհին մտածում եմ, էլի ինչ արել, ուր գործ կարելի ընդունվել, պահակ, բան, այդ լիցենզիա զրկում, ամեն ինչ չէ։ Արանք հիվանդանոցում ասեցին, որ ինքը մահացած է։ Ասի ինչի՞ց է մահացած, այդ կաղա ադրենալին է կարը։ Շատ լուրջ եք։ Վախեցա լուրջ տպասում։ Ձեզ ասեմ, ես հաղորդ։ Ուժս ասում արի փոխում աղորդումը։ Լուրջ քնչականը գիտես օլորի տանի բոլորի։ Ես ասում եմ բոլորս պատկասում դատարանում, ցույց տալուց մասը ստացանք։ Ես ամեն ինչ արեցի սկզբից, որ կներեք, լուրջ եմ ասում, դու դժոխքում այրվենք այս կատակների համար, եթե սենց ասեմ, ես հիմա երազում եմ, որ այս պատմությունը սուտ լինի եւ դժոխքի մարքեթինգով չզբաղվես դու։ Դժոխքի մարքեթինգ։ Լայքեք այս սատանային եւ Կոմենտեք, Միշտ տակ քյաբաբները կարող եք մեզից վերցնել։ լուրջ եմ ասում, այրվելու ենք, լուրջ եմ ասում, դժոխքի պետական դրամատիկական թատրոնում ես լինելու դու մարքեթոլոգ դժոխքի, ես էլ կարող չգամ գործում եմ։ Ինչ ես կարծում Անահիտ, Ես մի քիչ կասկածում եմ ուղղակի որ մահանար, այդքան մնար ինքը գնար տուն քներ, բան մի հատ եկան չներ, այդ մարդը այդքան ժամանակ տունը եւ առաջին մասով առաջին քո հիմա պատասխանից կախված է ամեն ինչ, քո հարազատները էկրանին գանված նայում են։ շատ պատասխանատու պահ է, Ասա տեսնենք։ բայց եկեք մտածենք, որ այս պատմությունը սուտ է, որ չգնանք դժոխք ավելի Բայց դու ճիշտ եմ գնում ես։ Չի աշխատել, Ես արդեն ընտեղից եմ։ Դու ասում ես դժոխքի ճանապարհին ես։ հասկացա։ Լայզա Միննելի։ yes։ Մի խոսքով Ես հավատում եմ։ հավատում ես, այս իմ ամենաչսիրած պահն է։ Բայց խաղի համար լավ է։ Խաղի համար լավն է, բայց որպես գիտես ինչ, առաջին քայլեր անող մարդ Անահիտի հետ եկեք համաձայնվենք, որովհետև եթե շխալելի իրան հեշտ է փուրը տալ։ Ասում ես կանչենք էլի։ Գոնե ինչ-որ արտանացում կլինի, մեկի վրա գցելու վրա բան կլինի։ Դրա համար մենք կարծում ենք, որ սուտ է այս պատմություն։ Բայց եթե սխալվել ես դու, սաղ դու ես մեղավոր։ Արա դու որտեղից եկար ընկար մեր գլխին։ Ես երկրորդ փուլը չեմ Դու ոնց ես եկել, քո տեղը կարար հանգիստ իվետամու կուճան։ Իվետային բերեք։ Հանգիստ կարար, եկելա։
Այ, Մի Լևոն խոսքով այս պատմությունը Ռոբի դիմա ծնոտին մի հատ այս պատմությունը խնդրում Այս շփոթիր։ պատմությունը ճիշտ է։ Այո, առաջին միավորը Գառնաջան։ Մեր գործընկերն է նաև Mobile Center ընկերությունը, որը բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցն է Հայաստանում։ Կանանց տոների ընթառաջ մարտի 3-ից ապրիլի 14-ը ներառյալ ցանկացած սմարթֆոն, պլանշետ, ապառիկ տարբերակով գնելու դեպքում 12 ամիս կգործի 0% կանխավճար, 0% սպասարկման վճար եւ 0% ինչ տոկոսադրույք։ Ասեք որ շատ լավ բան։ Կարելի է 1 ամսվա ընթացքում մայրերին, քույրիկներին նվեր անել։ Ունես մայր։ Ունես քույրիկ։ Դա ինքը պաուզան։ Ունես քույր, ունես մայր, ունես քույրիկ։ Ունես եղբայր։ Չունես եղբայր։ Ափսոս։ Ափսոս։ Ուրեմն թող լսեն ձեր բարեկամները, ձեր ընկերները եւ կարգելի կանենք ձեզ համար գնեն 0% տոկոսադրույքով, 0% սպասարկման վճարով եւ կանխավճարով Mobile Center-ից հեռախոսներ, որտեղ ձեր հեռախոսը ոնց որ արդեն հին է։ Անահիտ ջան, ձեր հերթն է։ Մի անգամ համբուրվելու համար ինձ տարել են ոստիկանություն։ Դուք սպասակցում եք ոնց է համբուրվում։ Կերելա դիմացինի դեմքը ասես արունոտ։ Կանիբալիզմի հոդվածով։ Բայց ինչ էր դունչը կոտրել ես, ինչ ես արել։ Առաջին անգամն էի համբուրվում, ձևը չգիտեմ։ Տվել ես վնասել ես, բայց։ Մեղադրանքը ինչ էր, ոստիկանություն, մեղադրանքը։ Ուժող կողմը ինչ էր բողոքել։ Տոցիներ։ Ուժող կողմը ես էլ էի, ստենց ասեմ։ Կծել եք իրար։ Հա։ Ում հետ որ համբուրում էի ինքն էլ չգիտեր, տենց առաջին անգամն էր դրա համար։ Բայց ինչ էր սխալ արել։ Ինչ տիպի պիտի սխալվեց համբուրվելուց, որ տանեն ուսը ոստիկանություն։ դուրս ընկնի։ Ուրեմն մի անգամ այգում իմ ընկերոջ հետ առաջին ընկերոջ հետ Արո առաջին։ Լավ է, որ առաջին։ Պատկերացնում եք թվերը այսա։ Երեկոյան ժամի, տենց դեռ լույս էր այդ ժամին, տենց այդ հատվածը լուսավոր էր, բայց հետո ընթացքում մութ ընկավ, մենք Արդեն նստած չէի էինք։ տեսնում։ Տվի չէր երևում էլի։ Ծառին Իսկ համբուրելուց։ համբուրվելուց գրպանից բանը, դրամապանակը տարել է։ Մի խոսքով, ուրեմն տենց համբուրվում ենք եւ այլն, սենց դե նոր ենք 18 տարեկան ենք բան եւ այլն, սենց երում էր սերը մեր մեջ, այսպես ասած։ Okay, որ ձերոնքի մնալն է։ Ոնց է այնքանով է օքեյ, որ մերոնք մեզ ոստիկանությունից վերցրին։ Ուրեմն տենց նստած էինք իրար հետ եւ այլն խոսում էինք, պատմում էինք բան։ Ասենց մութը ընկավ ընթացքում, այն կարգի, որ ոչ մի բան կողքը չէր երևում, բացարձակ 0 տեսանելիություն։ Ես էլ ոնց որ թույլ եմ տեսողությունը, ոչ մի բան չէի տեսնում, էլի։ Որտե՞ղ ձևա մութը տենց չի ընկել։ Ոնց որ դուք եք նկարագրում, այգում այդպես մութ չի լինում։ Հա։ Մի խոսքով կողքից ոչ մի բան չեմ տեսնում, ընկերոջս հետ նստած էինք, էլի, վերջում այն մտքով էինք, որ ֆանարիկը կվառենք, դուրս կգանք այդ այգուց։ Այդ կարգի մութ էր։ Մեկ էլ ինչ որ ձայն է գալիս, ու իմ ընկերոջը կանչում են։ Չենք տեսնում ով է, Բայց էլի։ ոնց են կանչում, ապր մետ կգաս։ Հա, մոտավոր Ռոբներ ինձ։ Ապր մետ կգաս։ Ապր։ Մի խոսքով իրեն կանչում են, ես այդ մթության մեջ մնում եմ մենակ նստած։ Մի խոսքով իրան կանչում են, ես այս մթության մեջ նստած, ինչ ասես, դե մտածում եմ այդ ընթացքում, նորաթուխ երեխա եմ, ասենց ինչ կլինի էլի, եթե իրան տանեն, մի բան հետա անեն, ես տեղ մենակ նստած, անցնում է մի 10 րոպե մոտավոր, դեռ ռիսկ էլ չի անում լույս վառեի մարդս կարող է ինձ է մի բան անեին։ Ինքը հետ է գալիս, ու ես էլ դե ոնց որ որպես շրտերկով։ Հետա գալիս ինքը շրտերկով կոճակները անջան հելան։ Գնացինք։ Ասել լուծած ասած։ Աղ լուծածա գնացինք։ Մի խոսքով հետ է գալիս, ու ասում է ոնց որ գնացինք, ու ես սկսում հարցեր տամ, ով էր այդ մարդը ինչ եղավ բան, չի պատմում ոչ մի, ասում է սուս մնա,
դուրս են գալիս հիմա այս այգում, դե չեմ դիմանում, հարցախեղտ եմ անում, ասում եմ, հեսա դուրս գնանք մի հատ լուսավորտեղ նոր կպատմեմ, էլի վտանգավոր է։ Լուսավորտեղ այսքան առավոտ 8 ժամ կան։ Հեսա գնանք մոտ լուսավոր օր։ Լույսը բացվի կխոսեմ։ Մի խոսքով քայլում ենք մի քիչ լուսավորտեղ։ Ու ինքը ինձ ոնց որ պատմում է, որ այդ մարդիկ ասել են, կանչել են իրան, գումար են շորթել, այսպես ասած, ու ասել են, որ տիպը իրան դատի կտան, որ իմ հետ համբուրվում էր եւ այլն, իմ միջոցով, էլի, Անչափահասների համբուրման կենտրոն։ Անչափահասների համբուրման կենտրոն։ Բայց ընկերդ մի րոպե հավատացել։ Անչափահասների համբուրման վարչություն։ Բայց ուշադիր ընկերը հավատացել է մի ու անգամից։ տվել է իր վերջին գումարը Ինչքան։ 20,000 դրամ։ Արա լուրջ ես ասում, նախ շնորհավորում եմ, որ էլ տղայի է։ Նախ շնորհավորում եմ, լուրջ եմ ասում։ Ժանն գժված է ձեր վրա։ Ասա Ժան։ Մենք երկուսս հարցրեցինք, որտեղ էր դեպքը տեղի ունենում։ Իսկ դուք անտեսում եք։ Կներեք Ժաննա քույրիկ։ Այդ կենտրոնի այգիներից մեկի ետնամասում մութ էր, բավականին կենտրոնի այդ հատվածում։ Է որ ինքն դե բաներ նստարանները դուշ կա։ Դվուխ նստարանները։ Հարց տամ, էլի։ Հա, Որ տարան ոստիկանություն։ Ինչի համար եք դուք, ինչ եք, որ ձեզնից գումար են շող։ Ես դենայք ոնց որ ինձ պատմեց, որ գումար է տվել։ Ես էլ ջղայնացա էլի որպես համարյա ընկերուհի, ասացի խես տվել քո գումարը բոն վերջին։ Շորեմ ուզում չես արի։ Շորեմ ուզում չես առնում տանում։ Ոնց որ այդ պահին այն կարգի ես էլ հավատացի, որ չի կարելի։ Ինձ ես համբուրում փողորից չներ տալի։ Ձրի պաչում եմ։ Մի խոսքով ոնց որ Google-ում եմ այդ պահին, որտեվ ես էլ արդեն սկսում հավատալ, որ դուրսը չի կարելի։ Գուգլում եմ տեսնեմ 20,000 ինչ տես ունի։ Չէ, Google-ում եմ տեսնեմ դրսում կարելի է համբուրվել, թե չէ։ Հայերեն գրես։ Հա, Այդ ներով այդ կանչողները ոստիկան էին, թե գրաժդանսկի Չէ, հակոստով։ ուղղակի բանա, այդպես Կապլաններ։ Կապլաններ։ Ուղղակի։ Հա, ուղղակի մարդ է, կամ մարդ է եղել ու մութ է եղել, էլի։ Ավելի շատ վախեցել է, որ մի բան կանը։ Չկար մարդ։ Արա մարդ չկար, փրկեք։ Կարող է կար, չեն տեսել։ Լիքը մարդ է կարող է եղել։ Բոլորը գիտեն մարդ չկա, դու համբուրվում ես սենց, էլի։ Ու դες ջղայնացած քայլում եմ բոնոսում, ոնց որ չէր կարելի բան, ինչի սենց եղավ, ինչի քո վերջի փողը տվեցիր եւ այլն։ Ու հանդիպում ենք այգու արդեն լուսավոր հատվածում, հանդիպում ենք քաղաքական գործիչներից մեկին։ Հանդիպում ենք Բայց ինք ում է տեր համբուրում։ Բայց մի րոպե դա իմանաս ով է նոր էս կատակները արեք։ Չէ որ իմանանք չենք կարող անենք, կանի չգիտենք, ինչ ասես կարանք ասենք։ Այդ ասենք չգիտենք։ Իմանանք, կիմանանք ում է դա։ Արդեն նախապես։ հանդիպում ենք Ալեն Սիմոնյանին։ Հա, տես բան չես կա ասես։ Տենց այգու լուսավոր հատվածում, ու ես ոնց որ ասում եմ, օրի գնանք, պատմենք, ասենք, որ մեզ խոփել են բան, որ իմանան ինչա կատարվում երկրում, այսպես ասած։ Ընկերս չէ։ Ալեն Սիմոնյանն բռնել տալիս։ Շատ լուրջ հարցով եք։ Դե լիքը մարտած կողը խոփում էին, դրա համար գումար էին շորթում։ Մոտիկանում եմ, ընկերս չի թողում, ես իրան թողում եմ այդտեղ, գնում եմ, որ պատմեմ։ Գնում եմ ու ոնց որ ասում են սենց մեզ մի քիչ այն կողմից որ մեզ մի հատ տղամարդ ա կանչել իմ ընկերոջը գումար ա վերցրել եւ այլն ինքը ինձ լսում է ամբողջ պատմությունը ու ասում եմ ոնց որ ստեղ մնացեք ընկերոջը Խնդրեմ գրեք։ Ու դնում է քվեարկության։ Խնդրեմ նամակով զինեք կպատասխանենք։ բաղ ազգային ժողովում քննարկենք կասենք մի խոսքով Հաջորդ օրը ազգային ժողովի նիստ է։ Այսօր քննարկում ենք Անահիտ Հարությունյանի պաչը եւ 20,000 դրամը։ Ով է կողմ 50 կողմ 70 դրամ։ համարյա չէ ոնց որ Ալենը չասես բալես 20,000 վերցրեք, գնացեք 1000 լուրջ գործ կա։ ինքն էր վերցրել մոթել չենք մի խոսքով ասում եմ ստեղ մնացեք մի շարժվեք ոչ միտեղ հեսա կմոտիկան անցես ու ինքն գնում է այդ այգուց կանգնած սպասում ենք սենց սպասում ենք մի 5 րոպե մեկ է ամբողջ այգին շրջափակում են ոստիկանները ու մենք մնում ենք համեր այգու մեջտեղս ես կանգնած էլի 18 տարեկան ես նայում ենք կողքից մեզ ու այդ ոստիկանները ման են գալել էս ով են ասպետը սպիտակ ձիով
Okay։ Ոնց ման են գալի, բան ով են դիմել, խի են դիմել, բան որտեվ դե Անեն Սիմոնյանն էր զանգել կամ ասել որ կան։ Սենց լուծվում էր այդ ոստիկանները, մենք մոտիկանում են, բան դուք էիք ասել, բան ասում եմ, հա ոնց որ մենք էինք մոտիկացել, բան, բա եկեք գնում ենք բաժին։ Այս պատմությունը ճիշտ էր, թե Այնքան լավներ մենք հարցրել չմտածեցինք, չէ՞, ընթացքում։ Չմտածեցի։ Շատ ռոմանտիկ է։ Չէ՞ սաուն ծևով լավ ներկայացնում են։ Ես հավատում եմ, միանգամից ասեմ, որովհետև շատ մի գծով պատմեց։ Ես էլ եմ հավատում, որովհետև Մի գծով ա պատմել։ Մի գծով։ Շատ իզուր, որ մի գծով չես պատմել։ Ես հավատում եմ, ես այդ տղերը։ չէ, հավատում եմ։ Բայց հավատում ես։ Եթե դուք հավատում եք, ես լիականում ես չի որ վստահ եմ որ սուտ եմ։ Համաձայն եմ ձեզ հետ։ Ես քո փորձին հավատում եմ։ Հա, Լևոն։ Իսկ Անահիտը բարձրաձայնի։ Իսկ այս պատմությունը Ահա։ ճիշտ է։ Վերջ, այո։ Այ ճիշտ է, ես մի հատ մեկ միավոր։ Ալե շատ լավ պատմություն էր։ Լավն էր, բայց լավ պատմություններ ապրես Անահիտ ջան, շարունակի նույն տեմպով համբուրել։ Նույն տեմպով համբուրել։ Այո, Շատ լավ պատմություն։ շարունակի լավ պատմություններ, եք ես սիրում եմ sense պատմություններ։ Խնդրում եմ Գարիկ ջան ծանոթացրու։ Վարշավայի քաղաքապետը Օրը դες ոնց է սկսում։ այդքան է։ Վարշավայի քաղաք։ Այդ է վերջանում, Ես ոնց է վերջանում։ վերջանում։ Ես դեռ հարցրել։ Երբ։ Վարշավայի քաղաքապետը ինձ մինչև հիմա 20 եվրո է պարտք։ Դե լավ է լավ։ Վարշավայի քաղաքապետի խնդրում եմ անուն էլի։ Բժեժդովյա։ Չէ։ Ապա անունը։ Յուրի Որշով։ Մի հատ էլ։ Յուրի Որշով։ Յուրի Որշով։ Յուրի Որշով մեկ տարի է արդեն քաղաքապետ։ Վարշավա։ Բայց խեղճ քաղաքապետը պարտքով փողա քեզ այց վերցրել։ Հա, 20 եվրո։ 20 եվրո։ Ինչու, ո՞նց եք հանդիպել։ Մենք դե բնականաբար չգիտեի, որ քաղաքապետն է, Կիպրոսում մի հատ տենց դեպք եղավ, որ ես մի մարդու փոխարեն, որտեվ իր քարտը Apple Pay-ը չէր անցնում ոչ մի կերպ, որտեվ Կիպրոսի ոնց որ հենց այդտեղ կանխիկ էին ուզում։ Յուրի Որշով։ Կանխիկ էին ուզում, իր մոտ անդադ չէր ասում, այնտեղ ասեցին կանխիկ կարակ տակ ինքը մի ժամ, դեց հերթի մեջ էինք, մենք էլ ոնց որ խանգարում էր մեզ իր այդ պահվածքը։ Excuse me, can I տվեցի։ Ոնց մոտեցար ինչ։ Իր ետևն էին կանգնած, այն որ ասի կլինի, ես տամ, մինչև հետո դուք բան կանեք։ Ինչ էի կառնում գարջա։ Թանգարանի հերթ էին կանգնած։ Կիպրոսի որ թանգարան, այ մտեսա։ Կիպրոսի պետական Կիպրոսի պետական դրամատիկական թատրոնի։ Կիպրոսի ազգային պատմության թանգարան։ Ինչ կար, ինչ էքսպոնատներ։ Կավից կուժեր Բայց լավ, հետո ինչ արեց ինքը։ Կիսատ մարդ։ Բայց ո՞նց իմացար ինքը քաղաքապետը տվեց իր բան։ Որովհետև ինքը թանգարանի մեջ մոտեցավ, անընդհատ ասեց կոնտակտ ուր բան անեմ, որպեսզի գումարը փոխանցեմ, տվեցի կոնտակտը։ Որով ես դու ալեքս։ 20 եվրո վերանոց։ Եթե տոնսը 4 եվրո է այդ թանգարանի։ Որովհետև մանրուք ես դու։ Վարշավի բայց ինչու ես վերցրել, որտեվ գնալ դեպի հող կտար։ Հող կտար տուն սարքել Վարշավա։ Թխված կա քո բանով կուրսով։ Վարշավայում կարող եք։ 5 հոգով էին գար։ 5 հոգով էին։ 2 հոգով էինք։ Չէ, իրանք, ինչի ես 20 եվրո տվել, եթե 4 եվրոյա տոմսը։ Իրանք Շնորհակալություն։ Չէ, բայց մենք երկուս էինք։ Բայց իրանք 5 էին։ Իրանք 5 էին։ Պատահական ասին երկուսով, հասկացա։ Ինչ ես կարծում, Կիպրոս գնացել, հա, բայց դու ինքը կարար պրոյեկտ Կիպրոսի վրա։ Չէի կարա։ Կարա։ Մի տեսակ հովատ չի ներշնչում։ Չէ։ Դու կարծում ես որ սուտ է։ Դուք կարծում եք Այդ անձրև։ Դուք կարծում եք այս պատմությունն է որ շատ սուտ է Գարիկի։ Սուտ է։ Ես էլ կարծում որ սուտ է։ Ինչ որշով ես ծա։ Հետո չասես գնանք միտեղ, ինչ որ հյուրասիրեմ, պատիվ Փոխ տամ։ չուներ որ ծնավ իրեն։ Չէ, Որշովը։ Արա որշովը փոխ չուներ։ Ու որշով է դու պատ։ Փոխ չուներ որշովը ծավը ծավը չես չուկում։ Ես
ինքը արեստական է հեռախոսը, Apple էլ չի ունեցել։ Հեռախոսով է չարդը։ Հին Nokia անգամ քաղաքային հեռախոսը պահելա չի եղել։ Այս սուտ է։ Զելացում որ սուտ է։ Այ եթե ճիշտ է, այ ճիշտ է կարևորը ուրախ է։ Այս սուտ է այս պատմությունը, սուտ է։ Իսկ այս պատմությունը իրականում սուտ է։ Այ։ Խնդրում եմ միավոր Նավ եթե շատ եք խնդրում։ Մի միավորն ինչ, մեր նորմալ մի միավոր տամ է։ ավելի արա։ Յուրի Վորշով։ Գար, բայց իով քաղաքապետը Յուրի Վորշով, նա։ Դա կա քաղաքապետ։ Վարշավայի մասին։ Կարդամ։ Խնդրեմ Ռոբերտ։ Գնացինք։ Վերջերս Վալենսիայում ավլել են քեզ։ Վերջերս Վալենսիայում ավլել եմ Պինտո Լոպեսի անվան փողոցը։ Պինտո Լոպեսի անվան փողոցը ամենակեղտոտն էր։ Դե պատմի Ռոբերտ ջան, որտեվ եթե դու նույնիսկ ավլել ես այդ փողոցը, ինչը այդքան տենց բան չի։ Ուրեմն ակցիա։ Որ հաստատ, հա։ Ինչ ես դրա դիմաց վերցա այդ է։ Գումար, աշխատել եմ 20 եվրո։ 35։ Սան ուղակի ես ուզեցա տենց։ 35 եվրո մենակ ավլելու համար։ Այո, ավլելու համար, ուրեմն ակցիա է։ Գներս կարակում։ Դե հիմա ես պատմում եմ, ուրեմն ակցիա է։ Դաշը համբուրվելու համար այդ կաշերվեց։ Համբուրել չավելի տանգ է։ Ակցիա է։ 35-ով ավլել դու ամբողջ տուն ինչքան կվերցնես։ Ակցիա է։ Ակցիա էր ինչ։ Ավլի մեկ փողոց երկրորդը ավլի անվճար։ Ուրեմն պատմեմ։ Ուրեմն Վալենսիայում տոն էր եւ ակցիա տուրիստների եւ ոչ միայն տուրիստների, այլ նաեւ քաղաքաբնակների համար այդտեղ ես վերջերս այդտեղ տոն ունեն իրանք, որ գեղեցիկ կոստյումներով, եթե մարդիկ իմանան ինքը կոչվում է շորալելլա։ Շորալելլա։ Ես չեմ հիշում տոնի անունը։ Դու հիշում ես։ Հա դե որտեվ քույրդ այնտեղ ապրում, ամեն օր զանգում պատմում է։ Ամեն այս տոնին զանգում։ Գիտեմ, բայց հիմա լուրջ եմ ասում, անկեղծ չեմ հիշում տոնի անունը։ Շորալելան կատակ է։ Կատակ է։ Օ։ Չէ, կատակ է դա։ Ուրեմն տոնը դե գիտի։ Վառում են այդ շորերը ու ամեն տարի նույն Ֆայաների տոնն է։ Ֆայաների տոններ վառում են շորերը եւ քանի որ այդ ամբողջ փողոցով վառած շորերը կեղտոտ է։ Ավլող չկա։ Չէ, ավլող չկա, ակցիա ունեն, ես դա եի ասում։ Ակցիա ունեն իրանք տուրիստների եւ առաջին պահտած մարդկանց համար, ովքեր կգրանցվեն եւ որպես վոլոնտյոր եւ ինքնական մարդիկ, ովքեր կուզենան Մակրեն ասել։ Այո, արագ կորոշեն ավլել այդ փողոցը, այդ հատվածը, ես արագ մի անգամ ես դեման են գալ, ես կարող եմ այնտեղ իսպանաբնակ ընկերներս, կարող եմ մասնակցել։ Ես ասա իհարկե մասնակցած ինչքան է շահում են, ու կարելի ասել շահում է, ոչ թե վարձա դրություն։ Շորերը քեզ է մնում ինչ ավլես։ Չէ, շահուն վերցրեցի մի անգամից ավելը վերցրեցի եւ անցա գործի։ Մենակ ավել են տալի։ Արծո, չէ, կարճաթի էլ կար հետը։ Ինչ։ Կարճաթի։ Կարճաթի է կներեք։ Ես եմ նոր հորինեցին։ Գոգաթիակ։ Գոգաթիակն չէ, կարճաթին է։ Հա? Գոգաթիակը բա ինչ է։ Գոգաթիակը Գոգաթիակ չէ։ մի խոսքով Գոգաթիակը նույն այդ գոգաթիակն է, որ քեզ թևերը sense կարճաթի։ Մի խոսքով ավելով չէ, երկար ավելեցիք դե պարտա ծիծաղում ենք իդեպ ես կարող եմ նաև հաղորդման շրջանակներում, դա արդեն մոնտաժի, չէ, հիմա չէ, մոնտաժի հետո նաև տեղադրեմ ինչպես եմ ավլում փողոցները, վիդեո եւ ֆոտո ապացույցները կան։ Արեցի, ավլեցի, բան, հետո գնում ենք այնտեղ հատուկ բազաներ կա, խնդրում չեք լսում Ժաննա ջան, ես պահված կա։ Հատուկ բազաներ կա, որտեղ արդեն դու նախորդ գրանցվել ես, գնում ես, հանձնում ես ավելը եւ գոգաթիակը տալիս ես եւ նրան գումարը տալիս են քեզ։ 35 եվրո։ 35 եվրո, մրցա, ինքը կարելի ասել մրցանակ, աշխատավարձ նվեր, որպես տալիս են։ Ժաննան ասում այս պատմությունը սուտ է, դոկտոր Մարգարյանը ասում որ այս պատմությունը ճիշտ է։ Դոկտոր Մարգարյանն է։ Դոկտոր Մարգարյանն է։ Ես կարծում եմ, որ այս պատմությունը, քեզ հետ եմ համաձայն, այս պատմությունը սուտ է։ Սուտ է այս պատմությունը։ Այո։ Դոկտոր։ Ոգի սովորենք, որ ամեն ինչ ունակ է, բայց այս պատմությունը սուտ էր։ Իրականում այս պատմությունը Չէ, սուտ հաստատ սուտ։ Իսկ պատմությունը ճիշտ է թե շուտ, սուտ մենք կիմանանք գովազդային դա։
Ծանոթացնեմ մեր մյուս գեղեցիկ եւ գեղեցկացնող գործընկերոջ հետ։ Արթուկ Անթերիս։ Հիմա ասեմ, թե ոնց կարելի է միավորել այս երկու բառերը։ Կանանց տոներին ընթരാճ Անթերիս Clinics-ն ու Արթուկ սոցիալական ձեռնարկատիրությունը միացել են եւ պատրաստել են նվերքարտել ձեր սիրելի կանանց համար։ Մարտի 8-ից ապրիլի 7-ը 20000 դրամ եւ ավելի արժեքով Անթերիս նվերքարտ ձեռք բերելու դեպքում փաթեթի մեջ ներառվում է նաեւ Արթուկի 5000 դրամ արժանողությամբ նվերքարտ։ Իսկ ինչով է զբաղվում Արթուկը։ Ինչով է զբաղվում։ Կհարցնեք դու։ Հարցնեք։ Ինչով է զբաղվում Արթուկը։ Ինչով է զբաղվում Արթուկ։ Ասեմ։ Այն հագուստի լվացման եւ արտուկման ծառայություն է, որն իրականացնում է հաշվանդամություն ունեցող երեխաների մայրերի կողմից։ Նվերքարտը կարող եք գնել Անթերիսի մասնաճյուղերում կամ պատվիրել 012 55 55 58 հեռախոսահամարով։ Երևանի տարածքում առաքում անվճար է։ Նույնպես կարող եք նվեր անել ձեր քույրիկների մայրերին Անթերիսից գնան Սիրոնանանդես։ Դայդեմ։ Իրականում այս պատմությունը սուտ է։ Այո։ Բայց վիդեոն ցույց կտա, չէ՞։ Վիդեոն ցույց կտամ, այո։ Շատ լավ էր։ Այ արդեն վատա որ մենք հասկացել։ Իդեպ մինչև Ժաննան ընթերցի իր պատմությունը, տեղեկացնեմ, որ այսօրվա խաղի հաղթողին Անթերիս ընկերությունը, ծանոթ եք, չէ՞, Անթերիս ծանոթ եք, նվիրելու են մրցանակներ։ Ես սա ուզում եմ ոնց որ ավելի ոգևորող կոչ լինի, հարգելի աղջիկներ, կանայք եւ Լևոն։ Մազերի պատվաստում են նվիրել։ Այո, մազեր, իդեպ կարող է, այո, կարող է ճշտել, ինձ թվում է նրանք մազերի փոխպատրաստման տարբերակել կունենան։ Դրա համար ավելի ինձ թվում է եռանդով մասնակցել, տեսնենք ով է։ Այո։ Ժանա ջան։ Վերջերս Ահա։ պատահաբար հայհոյանքով անեկդոտ եմ ուղարկել հայոց լեզվի ուսուցչուհուս։ Արա։ Լուրջ եմ ասում, ինչ անենք, մի անգամից լսենք այդ անեկդոտը, թե պայք։ Եկեք լսենք։ Խնդրում եմ անեկդոտը պատմիր։ Մի ասեք, մի անգամից հիմա ոնց որ հարցնում եք մի հատ անեկդոտ պատմի, այդ անեկդոտը Չեմ կարող։ Չէ, հայոյանքը խնդրում եմ, ասա մենք տուկ անենք, տուկը դնենք։ Այ բոլորը Ես չեմ դուք դնեք, բայց այստեղ երեխաներ։ Չէ, երեխաներ չկա 18+ չի բոլորը։ Возражаю։ Վերջ է։ Ո՞նց։ Մենք ցանկանում ենք անեկդոտը խնդրում եմ։ Անեկդոտը։ Այո։ Դե որ հայերենի ուսուցչուհին իմացել է մենք։ Իհարկե, խնդրում եմ։ SMS-ով ուղարկի, ոնց։ Բան արա։ Անեկդոտը։ Չէ, պետք է պատմես։ Ով է ցել այդ ակշի։ Ես գիտեմ անեկդոտը։ Ես կյանքում ծնվրայից դուրս բարձրացա էֆիրում։ Եթեր սա չի գնա։ Մենակ չաթերում։ Սա, չէ, սա եթեր չի գնա, մենք խոսք եմ տալիս, ես եմ մոնտաժողը, ես եմ։ Մենք այդ տուիկը կդնենք։ Դուք ունեք իրավունք հրաժարվել։ Չկա ժողովուրդ, իրավունք հրաժարվես, եք հրաժարվել, ես կկորեիք դուք ուղակի։ Ոնց է, ինչ ես, խեղճ աղջիկը ամեն ինչ պատմեց արա, ոնց է լպստ է իրար, ոնց է, կերը, ասում եք անեկդոտ պատմի չի պատմում։ Նախ։ Ճիշտ եմ ասում։ Մի խնդրեմ, ինչ ղայնացրեք, անեկդոտը։ Անետի դեմ կպատմ, անեկդոտ։ Պատմեմ Ռոբ, վստահ ես։ Վստահ եմ շատ։ 5 ժամ պատմելու եմ կտրեք։ Չէ, 5 ժամ չի, արագ պատմեմ։ Երկար է։ Լավ, Ոչինչ։ Սա ընթացք մարնավաս որ նկարագրում է։ Լավ, ուրեմն։ Լինում են Ուրեմն 3 ընկերուհիներ են լինում։ Այստեղից սկսում է։ Ամբարոյական 3-ներ։ Համբարոյական, այդ բառն է, հետո։ Էլի պրոֆեսո։ Չէ։ Լավ, կասես բառը քանի տառանոց բառ էր այդ ոչ Ուրեմն հայհոյանքը 3 տառով է, բայց Դե լավ է, բոլորս արդեն հասկացան, չէ՞ որ նա 3 տառով։ Հոգնակի է։ Պատրաստ եք։ Скажите, какие его зовут? Буратино из Винда. Та-та-та-та-та-та-та. Б. Та-та-та-та-та-та. Այո, բայց
քանի որ Բայց լավ նորմալ բառ է, դա Բայց նաև երեք բայց դա նաև շեք է նշանակում։ Բայց դու ինչ ես Գիտեմ, բայց բարբարով Շեք է, շեկարած, չես լսել։ բայց բարբարով գիտենք Գրականության մեջ էլ է օգտագործվում։ Իհարկե, Ինչի՞ սովորացել որ հենց այդ բառն է։ Ես գիտեմ որ այդ բառը չի։ Ես բառերն է Ես նույնիսկ Միվարկյան, Ժաննա ջան, ես նույնիսկ, քանի որ արդեն ավելի ազատականին ինչ ես ամաչում ասա, որ դա բառն է պրծի։ Դա այդ բառն է։ Խնդրում եմ գոնե դա մի ամաչի։ Այդ բառը օգնակիով։ Կներեք։ Ասա։ Չէ, այդ Խնդրում եմ պատմիր անեկդոտը։ չեմ կարող, չէ։ Ոչ ես կարող։ Չէ։ Այդ ուրիշ բառ էլ կա։ Հետո առանցին կպատմում խոստանում եմ։ Խնդրում եմ պատմի անեկդոտը։ Ցանկանում եք անեկդոտը։ Խնդրում ենք։ Ասեք որ Անահիտան ցանկանում ես։ Օй գոմերնեմ։ Բայց խնդրում եմ։ Ոչ, դուրս եկեք խնդրում եմ։ Այ գոմերնեմ։ Բայց չի կարելի պատմել, դա հաղորդման ֆորմա։ Եթե որովհետև դու խմբագիրներին եթե այս պատմությունը պատմել, Չէ, Ռոբ, եթե չլիներ տես։ Չէ, Ժան։ Չէ։ Չէ, Ռոբ, գիտի հալչելու եմ, էլի ես։ Չէ, Ժան։ Ում էիր ուղարկում, դեպ որ ուղարկեցիր նրան։ Ում էիր ուղարկում, այ դա հետաքրքիր է ինձ։ Ներսիսյան Լուիզա։ Արա Լուիզա Ներսիսյանին էիր ուղարկում, ուղարկեցիր ուսուցչու եւ նրա արձագանքը։ Ուղարկես Նիկին Ներսիսյանին։ Նրա արձագանքը, օй Ժաննա, ինչպեսի բառեր եք ասում։ Օй Ժաննա։ Օй Ժաննա, ինչու մեծատար չէ։ Այո։ Ինչու մեծատար չէ։ Ինչու եք կողորոյում։ Ախր ինչու չեք դրել ստորակ էդ Շատա։ Ինչ ասես, խնդրում եմ։ Այդից ուրիշ անեկդոտ պատմեմ, Այո։ ավելի։ Ես ուղարկել եմ, բայց քանի որ ուշ ժամ էր, ես հասցրել եմ անսեն։ Դե բայց ասեք որ թույլ ասա, էսի լուրջ է, հետի ես գիտե ինքը կարծացել է նույնիսկ այս պատմությունը։ Ուղարկել ես մի անգամից ջնջել ես, ինքը արտացել է նորմալ ու չի իմացել, որտես բառ կա։ Դե իմ մոտ գրած էր, որ ուղարկել եմ։ Մատեկեք լավ, մատեկեք լուրջ իմա։ Քննարկենք։ Քննարկենք։ Ես կարծում եմ։ Կարծում եմ որ երեխեք, էսի ճիշտ է։ Ես հավատում եմ։ Հավատում ես, այ ես էլ եմ հավատում, ես անգամ արի Լուիզա։ Հավատում ես։ Ես էլ եմ հավատում։ Ժաննա ջան, Ժաննա ջան, խնդրում եմ, մենք այս պատմությանը հավատում ենք, որովհետև արդեն մոլորվել ենք մեր սեփական Սիրո դարտից։ սիրո դարտից, այո։ Իսկ այս պատմությունը սուպեր։ այո։ Այո։ Դա ասում են Անահիտը լուրջ եմ ասում, ապրես Անահիտ ջան, ապրես։ Այ դու, Բայց անեկդոտը կա։ բայց անեկդոտը կա։ Կարևոր անեկդոտին բան չեղավ։ Կարևոր է, այո։ Մեր թիմի վերջին մասնակիցը զգուշորեն կվերցնի։ Ամբարյան ջան, վերցրու եւ դրամատիկական լրությամբ ապշեցրու Ռոբին։ Մի անգամ ներկայացման ժամանակ բեմից իջել եմ եւ ապտակել եմ հանդիսատեսին։ Այս վերջին ներկայացման որ Ռոբը եկել է։ Սկսեմ այդ ներկայացմանը լինի ու Ռոբն է փաստի որ եղել է այոտ էս բան։ Ու ինքն է եղել։ Իսկ ունտիր պատմություն է այս։ Ուզում եմ ավելի մանրամասն իմանամ, այդ հանդիսատես իրան լկտի պահեց, թե խնդրեց, ապտակիր ինձ լույս, ապտակիր։ Չէ, նախ ասեմ, որ ներկայացման մասին էր խոսքը։ Թենեսի Ուիլյամսի տրամվայ ցանկություն ներկայացում կար, տրամվայ ժլանյա, շատ լավ գործ է։ Սուրեն է Շահվերդյան բեմադրել։ Հա, եւ ինչ որ մի պահ կա, որ նենց ներկայացման մեջ է, որ պետք է իշնես ապտակես, թե իսկականից այն որ այստեղ է հասավ արդեն։ Չէ, ինչ է արել, որ տենց Ինչ է արել էլի այդ։ Չէ, բեմադրությունը ինքը իր տրամաբանությունը ուներ եւ մենք Շահվերդյանի հետ հասկացել ենք, որ այնտեղ տեսարան կա, որ ամենավերջում իջնում է հերոսուհին դահլիճ, շատ կարևոր ու շատ հուզիչ տեքստ ունի, ասում է իմ ամբողջ կյանքը իմ ամբողջ կյանքը կախված է եղել առաջին իսկ պատահած մարդու բարությունից։ Պիսի ֆրազա կա, դա Վիլյամսի գովանն է, էլի ֆրազանը։ Դու այդ տեքստը ասում ես։ Ես այդ տեքստը ասում եմ եւ մենք Ինչ։
Այս կոնտեքստ ասիմաստ է ինչ։ Մեկը բարի չի լինում, ասում եմ։ Նա թողիկ պատմի Իսկ այս կողմով թե ես։ արվեստից է խոսում, արվեստ է պատմում։ Իսկ հանդիսատեսը պատստավն էր, թե հենց իսկական։ Չէ, մենք ուղղակի սկզբանե Տոմսարկղի հետ ունենք ներքին համաձայնություն, որ մենք պետք է այդ շարքի Քիչ վճարացնենք։ Երկրորդ շարքի 12-րդ կարգի հանդիսատեսը ցանկալի է, որ լինի տղամարդ։ Այսինքն Տոմսարկղի աշխատողը եւ մուտքի հսկիչը, չէ, այնպես են անում, որ Լինի տղամարդ, որ ապտակեք, այսինքն դուք որոշեք, որ տղամարդու պիտի ապտակես անպայման։ Կնոջ ինչու ապտակես։ Դե որ դու Կանոնց վրա ձեռք չի բարձր։ Ես ամեն շուտ կասեմ տղամարդուն, ինչի ապտակես։ Որտե կնոջը պետք է ապտակել էր տղամարդուն։ ապտակելը մի քիչ հարաբերական է։ Քացով խփել։ Ակացի տալ։ Շատ բարի, ինչ է կարծում, այս պատմությունը ճիշտ էր, թե սուտ էր։ Ես չեմ հավատում, լավ, կարճ ասեմ։ Շատ լավ, Ժաննան չի հավատում։ Դոկտոր ջան, Ես կարծում ամենայն հարգանքով ձեզ եւ ձեր արվեստին։ Այլ է սրախով կեմ պահեք։ Այլ է ցավտանեմ ստեղ։ Չէ, Մա այսօր մեկ երկե։ մտածում եմ մի 90% որ սուտ է։ Բայց 10%-ը չգիտեմ։ 10-ն է ամեն ինչ անում։ 10%-ը չգիտեմ, բայց 90% կարծում եմ որ սուտ է։ ես կարծում եմ այս պատմությունը սուտ է, բայց ոչ թե որ Լուիզան սուտ է այնպես չէր կարող խաղալ որ հավատանք, այդ հաստատ կարող է չեմ հասկացում, բայց երբ որ սուտը պետքա լիներ իր հանդիսատեսի մասին ու նույնիսկ հանդիսատեսը այս ստի մեջ պետքա մի քիչ ցածր դիրքում լիներ, որտեղ ինքը ապտակում է, մեկը չկարողացավ իրան թույլ տա։ Դրա համար ես կարծում եմ այս պատմությունը Ես սուտ է։ խճճվեցի։ Հա, ես այնպես բաներ ունեմ։ Ես հասկացա։ Իսկ այս պատմությունը սուտ է։ Այո, Ռոբերտին այսօր ինչքան ճանապարհեցինք դուք դեպ գրատախտակ իմ նկարի տակ թվերը բարձրացնելու։ Նկարի տակ։ Մեր գործընկեր Viva-ի բաժանորդները կարող են արտասահմանում ցանկացած Wi-Fi ցանցում գտնվելիս դեպի Հայաստան զանգերը կատարել իրենց ընթացիկ սակագնային պլանով սահմանված սակագներով Wi-Fi calling ծառայության շնորհիվ։ Դե իսկ գերարագ միացումն ապահովող VoLTE տեխնոլոգիայի շնորհիվ ձայնն այնքան մաքուր է, որ ցանկացած հեռավորություն դառնում է աննկատ։ Սա ֆանտաստիկ տեխնոլոգիա է իրականում, ու պարզապես Wi-Fi ցանց ունենալով կարողանում ես զանգահարել Հայաստան քո փաթեթի շրջանակում։ Շատ ուժեղ բան է, լուրջ կա դրա ինձ ապեր մոտդ։ Երբ հատ կա։ Խնդրում եմ ինձ հաղորդումից հետո ինձ Երկուսներ քեզ։ ես կօգտվեմ դրանից, մարդկա որ օգտվում է։ Ինչ երկրորդ փուլն է, հիմա արդեն ընթերցեմ կանոնները, իմացեք, պետք է գա։ Մասնակիցները կարդում են իրենց կողմից նախորոք գրված երազանքները։ Մրցակից թիմը հարցերի միջոցով պետք է պարզի, արդյոք յուրաքանչյուրը կարդում է իր երազանքը, թե թիմակցի երազանքը։ Ճիշտ պատասխանը երկու միավոր է։ Իսկ թե ինչպես կարող է թիմակցի երազանքը ընկնել նրան, պարզապես ցուցադրում եմ։ Խառնում եմ երազանքները։ Մենք սկսենք։ Ետ եմ խառնում երազանքները։ Ես եմ խառնում, երազանքները։ Այս ծմասարկա։ Ես սովորացնում եի։ Բաքոն է ռոս։ Ես չունեմ։ Անայտը, ես երազել եմ դրամատիկական։ Ես երազել եմ դառնամ տրոլեյբուսի վարորդ։ Ահա ներկայացումն ենք հիշում, տրոլեյբուսի Կարդամ։ Տրամվայ։ Միշտ երազել եմ ունենալ իմ անձնական ամպը։ Շատ լավն է։ Ումից եք սկսում։ Տրոլեյբուսի վարորդից։ Չի իրականացել ենթադրում եմ։ Քայլեր, փորձեր։ Դե փորձեր չէր ստացվում, որտեղ ոնց որ հա տեսնում էին, որ պապիկներ են, բան մեծ մարդիկ են, ոնց որ տուններ լուրջ չէին վերաբերվում իմ երազանքին։ Դե ոնց որ ես ասում էի, որ ուրիշ երկրում նորմալ է, բան կան կին վարորդներ, բան այդ փոքր ժամանակվա երազանքի փոքր ժամանակ է էլի համոզում։ Համոզում էի, ասում ոնց որ կան դե ցույց էի տալի վիդեոներ կա, չգիտեմ տեսեք թե չէ, որ ես ուրիշ երկրներում եղել եմ, օրինակ Ռուսաստանում կան կին վարորդներ շատ, այնտեղ տրամվայ կա եւ այլն, նույնիսկ տրամվայ են։ Բայց ում եք համոզում։
տանեցիներին։ Որ ինչ։ Ոնց որ այդ ժամանակ այն շրջաններ են, որ ինչ ա ուզում դառնա բան, հա հարցնում են, ասում են լուրջ բաներ էլի, ասա, ոնց թե երազան տրոլեյբուսի վարորդ դառնամ։ Հա։ Ատամատիկի ես ինչա կաշեն։ Տրոլեյբուսի ուղևոր։ Բայց ինչի կար։ Ինչ Ցանկի կար։ մեջ ուղևոր։ Էսի կատակ էր, էսի բոց էր էսի ուղղակի։ Էս է։ Դու բոցը վերջի տարի հիշում ես, փոխեցի ուրիշ։ Դե խոսած։ Անեկդոտը հիշում։ Լուիզայի ամպի պատմությունը լսենք։ Պատմեմ իմ ամպիկը։ Սիրով իհարկե, քո սեփական ամպն ես ուզում ունենաս։ Այո։ Ոնց որ մի բան, որ ազի բոլորինս, հա։ Ուզում եք։ Այն իմնա, որը, այն iCloud-ի փողը։ iCloud-ը։ Լուիզա պատմի, ուզում ես ունես քո սեփական ամպիկը, որտեղ բայես նկարները բան։ Ես շատ տպավորվել եմ Անտուան դե Սենտ-Էքզյուպերի Փոքրիկ իշխանով։ Հետո ես ուզում եմ ունենալ իմ անձնական աստղը, հետո ուզում եմ ունենալ իմ անձնական ամպը, շարադրություն եմ գրել։ Նույնիսկ հենց այդ վերնագրով։ Իմ ամպը ուրա։ Չէ, Տվեք մեր ամպերը։ այդպես։ Այդ շատ ռոմանտիկ ու շատ լավ ժամանակներ էին իմ։ Երբ էր որ եմ որ ավելի լավ է ես այս ամպի երազանքը թողեմ մի կողմ, էսի աչքից չիրականանա։ Մտ ուրիշ երազանք Ու վերտալյոտ։ Վերտալյոտ ուզեմ, ավելի շատ։ Մինչև հիմա էլ ես իմ անձնական սեփական ամպին հավատում եմ, որ ունենալու եմ։ Okay, շատ գեղեցիկ Ինչ եք կարծում։ պատմություններ են։ Պատմությունները- Երկու չիրականացած երազանքների մասին ենք մենք հիմա խոսելու։ Դե լավ, եւ քանի որ Անահիտը եւս մեկ անգամ մի գծով պատմեց, եկեք հավատամ ես։ Որ ճիշտ է անկել երազանքները։ Լևոն, Ամեն դեպքում ես կարծում եմ հակառակն է։ Կարծում ես խառնվել է։ Հա։ Լավ։ Արբիտրաժային արբիտրաժայի դատարանը խնդրում եմ Ես կարծում եմ որ պատմությունները Ժաննան ճիշտ է նկատում, ճիշտ են ընկել։ իսկ իրականում Անահիտը ցանկանում էր ունենալ ամպիկ, իսկ Լուիզան դառնալ տրոլեյբուսի վարորդ։ Դուք սխալվեցիք։ Շնորհակալություն իմ թիմակիցների համար մոլորեցրեցին նրանց։ Բայց ապրի։ Անտառում նստի տեղը, Գարիկ, դուք սխալ եք, գուշակել միավոր չի գալիս դες։ Չեմ կարա գնամ տուն։ Խնդրում եմ Մենք ընթերցենք երազանքները, ավելի ճիշտ դուք ընթերցեք Ես երազանքները, նա տեսնենք։ շնորհակալություն հայտնեմ իմ մասնակիցներին, Անահիտ ջան, Լուիզան ջան, շնորհակալություն, որ կարողացանք մոլորեցնենք ուլիկներին։ Ես միշտ երազել եմ անհետանալ ու մտնել մարդկանց տներ։ Ապրես։ Ես միշտ երազել եմ երկու պակ ողջ լինի եւ միայն ես իմանայի նրա տեղը։ Երկու ինչ լինի մի հատ։ Պեկ։ Մեմ սկզբից։ Ես միշտ երազել եմ որ երկու պեկ ողջ լինի, ես Ես դեսակ ընկենամ։ Այս ամենա իդեալական բան։ Ես երազել եմ մորի։ Լավ կատակ ենք անում, ասա նորմալ։ երկու պակ, չգիտեք։ Թուփակ։ Այս զգացվեց մեծ տարի փողովը։ Ես շնորհավորում եմ ձեզ, որովհետև հենց հիմա որ դուք իմանաք ինչ եղեք, մեռնեք խնդրես։ Հա։ Լավ, խնդրում եմ։ Եվ միայն ես իմանայի նրա տեղը։ Ինչ։ Երկու պակ Չեմ հասկանում, ես միշտ Դու կարաս ամպամը չի հայերեն ասես, էլի այդ ենք ուզում ասել։ Այո։ Ես միշտ երազել եմ որ փուփակը, Այո։ այո, ողջ լինի եւ միայն ես իմանայի նրա տեղը։ Հասկացա, երազում եք որ Թուփակը, այո, կենթանի Թուփակը Շոու չտա։ Բայց ես զարմացա, այսպես դու կհասկանաս։ Ժանա ջան, սկսենք քեզանից, խնդրում եմ։ Կպատվես։ Այս որ անհետանամ մտնեմ։ Անհետանաս այո։ Այս մի բառ սխալ է գրված, որ ես միշտ եմ երազել, սա նոր ցանկ։ Նոր անհետանաս եւ հիմնականում նոր ցանկություն է եւ անհետանաս եւ դառնալ անտեսանելի եւ հենց ում բան ուզում հայտնվել։ Ում գաղտնիքները իմանաս, այ էսա։ Գաղտնիքներ չեմ ուզում։ Բա ինչի համար էր ուզում։ Ուզում եմ որ Ինտերնետից Wi-Fi-ից օգտվել դուրս գա։ ինձ վերջերս շատ են խափում։ Ես ուզում եմ հիմա անհետանամ ու իմանամ ճիշտը, Բայց ով է խափում եւ ում տուն ես ուզում մտնել։ Բացահայտել։ Խնդրում եմ բացահայտի։ Բացայտ ինչ է ռոբը քեզ։ Չգիտեմ ինչ է խափել, որովհետև դեռ չի Իսկ ասես ում իրականացել։ տունն է, եթե հայհոյանք չի տուրանում։ Այսինքն դա հիմիկվա ցանկություն է, ոչ թե ինչ որ տարիներ։ Ա ում տուն ասա։ Չեք ճանաչի։ Հա չմտածա, հա ասա, բայց Ոսը էս ինչ չու։ մարդն է։ Չէ, հա ասա էս ինչ Չէ, մարդ։ ինձ մարդ ում ինձ ընկեր եմ Ինքերս համարում։ համել, բայց նա դանակով հարվածել է քո
Ընկերուհի եմ համարել, բայց Մենք ճանաչում ենք ինքը, հայտնի է, դերասանուհի է, նույն սերիալից եք։ Չէ, դերասանուհի չի, Ոնց է հայտնի չի։ ձևակերպումը, դու միշտ երազում ես։ Անհետանալ ու մտնել մարդկանց տներ։ Հա, որ լսես թե քո մասին ինչ էր խոսում։ Այդպես Չէ, մարդկանցներ իմանաս։ ոչ թե իմ մասին ինչ եմ խոսում։ Հա։ Այն ինչ որ այնտեղ կատարվում է, իրոք այնպես է, ինչպես որ ինձ ներկայացնում են։ Լավ, Լևոն ջան, դու երազում ես, որ Թուփակ Շաքուրը կենթանի լիներ եւ դու Մենակ դու իմանայիր գտնվելու իր վայրը միայն դու իմանայիր։ Երազում էի, Իսկ ում էր ճշնամացել։ չեմ հիշում։ Բայց Թուփակ շատ է սիրում։ Լսել եմ իր երգերը։ Հասկա, որ երգը Թուփակի։ Թուփակի, չեմ հիշում։ Այն անեկդոտի։ Հա, ոչ մի երգ չի հիշում։ Իսկ սա ո՞նց է հիմա, ինքը իրավունք չունի, չէ՞ խաբի։ Չունի, չէ՞ Անահիտ ջան։ Ոչ մի երգ չգիտես Թուփակի, չես Ցանկ, ցանկը չէ, չեմ հիշում։ Չցանկ ամենահայտնի երգերից օրինակ։ Անգլերեն ժամանակ երգերը գնում, բայց հետո մանկական է։ Երազում եմ Էդի չէ, Hotel California։ Հոտել Կալիֆոռնիա, չէ, սխալ երգ է։ Չէ, սխալ է, դες բռնվեց։ Իսկ All Eyes on Me։ Եկա այդ երգը։ երազում եմ կենթանի լինի գոնե մի հատ Իսկ երկրի All իր Eyes ճաշակով։ on Me։ Չեմ հիշում։ Hit 'em up։ Չեմ հիշում այդ երգը։ Փոխվավ է Eminem եմ արդեն լսում դրա։ Իսկ Eminem լսում ես։ Ամենասիրած կատարումը։ Not afraid, Ինչ։ not afraid։ I'm not I'm afraid։ not, որ շենքի տանիքին կանգնած ասած, I'm not լավ հիշում ես։ afraid, I'm not a guy։ I'm not Tupac։ Միջև քանի տարեկան ես Թուփակ սիրել։ Փոքր ժամանակ Փոքր երբ որ է, հասկացա փոքր արդեն, է, երբ որ արդեն երբ որ հասկացա ստուդենտ տառերը հայերեն, գցել չլսել անգլերեն։ Հասկացա, լավ եկեք, բայց հասկանալ։ Թուփակից մենք շատ աղոտ, չէ, տեղեկություններ տվեց։ Հիմա կարծում եք պատմությունները Ինձ թվում է շրջած այն, որովհետեւ Ժաննան ասում է, ուզում է իմանա իրենց տանը ինչեր կատարվում, իսկ ճիշտ է ներկայացվում, թե չէ, ով է Ժաննային ներկայացնում։ դու բեսամ դասվել ես արդեն։ Դու մի այլ կարգի բացվել ես, դու դեմ ասում մյուս աղոթմանել եմ գալու։ Լուրջ կներես, որ ասեցի Իվետա Մուկուչյանին պետք է կանչեինք քեզ, ազգանունդ փոխում ենք ուղղակի Մուկուչյան։ Կարծում ես Ռոբ, ես հիմա ավելի քան համոզված եմ, որ այնտեղ մեկը փոխվելու է 3-ի։ Համոզված ես։ Ես էլ եմ ուրեմն համոզված, բայց եթե չխա, ուրեմն սա դեզինֆորմացիա է։ Ես չգիտեմ, Թուփակի չգիտեմ։ Մեզ դժվար է։ Ուրիշ բաներով եմ։ Համարենք, որ չէ, ուրիշ բաներով։ Ես ուրիշ բաներով եմ այրել։ Վառել։ Մենք կարծում ենք երազանքները տարսեն են կել, Ժաննան էր երազում Թուփակին կենթանի տեսնել իր մտքերում եւ անտեսանելի մարդը Լևոնը։ Այո։ Ընկերերս նույնիսկ չեմ կարող պայքարել։ Անշուշտ։ Գիտեմ, շատ ակնհայտ։ Դաշը փոխեին է։ Երկու բան։ Ես նույնիսկ սիրով ձեզ գտայի 3 միավորներ։ Այո, հեսա։ Այն մեկն է գտայի ձեզ։ Խնդրում եմ Գայիկ ջան, մեր միավորը սարքիր 3 ապրեք։ Ամեն մեկը իր գործով զբաղվել է։ Ինչ էր ասում երկուի։ Չէր կարող Պաստոր Թուփակ։ Չէ, Թուփակ է։ Սկզբից ինչ էր ասում երկու։ Երկու հատ։ Ես Ռոբն էլ Բազա բան, Android-ը ինչ որ բան։ Շատ լավ է, շատ լավ է։ Երրորդ փուլ։ Երրորդ փուլ Ռոբերտ ներկայացու երրորդ փուլի կանոնները։ Ասեմ, այս փուլում հայտնվում է երեկոյի կասկածելի հյուրը, ով կապ ունի մասնակիցներից միայն մեկի հետ։ Մեր խնդիրն է պարզենք, թե կոնկրետ ում հետ կապ ունի կասկածելի հյուրը։ Իդեպ, կարող է նրանցից ոչ մեկի հետ կապ չունենալ։ Ավելի է բարդացնել, եկե բարդացրել ենք ամեն ինչ։ Ճիշտ պատասխանը 3 միավոր է։ Բայց սխալ պատասխանի դեպքում 3 միավորը գնում է մրցակից թիմին։ Հենց որ մենք շանս չունենք։ Դեմից էլ չունեք։ Չէ, մենք շանս ունենք։ Չէ, շանս չունենք սխալվելու։ Սխալվելու։ Ճիշտ է դες։ Իսկ հիմա ինչ ենք անում, Անահիտ ջան, որպես հավատարիմ հերոստա դիտող ինչ պետք է անենք։ Հրավիրում ենք գախնի հյուրին։ Մենք խնդրում ենք նույնը ավելի վստահ, ավելի Ներս ենք հրավիրում գախնի հյուրին։ Այո, ներս ենք հրավիրում գախնի հյուրին։ Կասկածելի հյուրին ավելի շատ կարելի ասել։ Օ, կասկածելի հյուրը ոչային, բարև ձեզ։ Ոչային։ Շատ բարի սկսենք Լևոնից։ Լայվոն։ Լևոնը Ինքը Ալբերտն է։ Նա ունի փոքրիկ ֆերմա, որտեղ ես մեծացել եմ նրա բոլոր կովերի կրծքերը։ ինքը Ալբերտն է։ Նա արտադրում է տղամարդու էկո ներքնազգեստ եւ ես նրա բրենդի ամբասադորն եմ։ Լավ է, լսում եմ բացելու ստելա գալ։
Տաբատը խնդրելու եք իջացնի մի հատ էկո տաբատները տեսնեք մի հատ բրոկոլիով։ Ժաննա ջան։ Նա Ալբերտն է, մի անգամ նա փողոցում ինձ պաշտպանել է անծանոթ տղամարդուց։ Հասկացանք։ Լևոն ջան, ֆերմա ունի, կովերի, անասնաֆերմա, կարելի ասել ունի, դու մեծացրել ես բոլոր կովերի կրծքերը, Հա, մեծացրել որ ինչ տա, կրծքերը։ կաթի փոխարեն սիլիկոն տա, Չէ, ինչու, Բայց դիմացնոտը ինչ է։ ինչու, ցանկություն կար ուղղակի։ հա ինչու, ինչի համար, Մեծացրել եմ ընդամենը։ քանի, ինչի համար, Ավելի սիրուն էր լինելու տենց։ քանի կով ունեն, Չեք տեսել կովը։ ինչ, 20։ 20 կովի, իսկ ոնց է ինքը տեց անեստեզիա է սարել, ընդհանուր 80 պտուկա, չէ՞։ Բա ինձ ո՞նց եք մեծացրել։ Ձերքերով։ Այս ձերքով էր իր ատում։ բայց իրոք ոնց եք մեծացրել, Ընդամենը ձերքերով մեծացրել եմ։ ոնց, Այո, այստեղ։ Ուղղակի ես բռնես սխմել եմ, մեծացրել եմ։ բայց, այսինքն սխմել եք, Հաստացի մեծացրել եմ, այո։ ոնց, Վիրատել ես։ Չէ, Պլաստիկ։ պլաստիկ բաներ չեմ տիրապել, չէ։ պլաստիկ Պլաստիկ միջամտություն միջամտություն չի արել։ Այնքան եմ սխմած բայ, մինչև մեծանա։ Եվ ինչքան է մեծացել։ Եվ ինչքան է մեծացել։ Ինչքան է մեծացել, հա։ Շատ չէ։ բայց այսինքն բոլոր ու դες մեծ մնացել, հա, Տենց մեծ մնացել է, բայց ես վերջերս չգիտեմ, մեծացած մնացել։ բայց այսինքն կովը ունի 4 պտուկ, Այո, հերթով։ հերթով, Այո։ բայց չէ, բայց որից երկուսը պահես նրանցից օդը դուրս կգա։ Տենց պատկերացրել Ես- ես դու կորը։ Չէ, դու Մաքսիմ պահես, կտվեր, պայտակ կտվում է։ բայց ինքը բայց դա ինչ է, ինքը նասոս է ինչա փչում ես։ Բայց բանը դու չես, անատոմիային չես տիրապետում, ախր։ Անունը ո՞րն էր։ Have fun, ընդամենը ուղակի։ Ինչ։ Հեֆան։ Հնդալու բան։ Լավ եկեք անցկացրել։ Ինքը Լաքի։ հա ինքը ուղղակի ուրախանալու համար, բայց ուրախանալու համար 1 կամ 2 կովը հետաքրքիր Չէ, չէ։ հենց դա պետքա բոլորը անենք գրազով։ Քանի կովի արեցիք։ Մեծացրեցիք։ Դասեցիք 20։ Հա, պատուկները։ Հա։ Դե կարող է մի հատիկը բաց թողածել է, բայց հիմնականում մոտ հավասարություն։ 80-ի մեջ մի հատիկ Ոչի դերմա։ Բայց դες բանկամ իվարկյան որ իրոք պահում ես ուռում, հա ինքը։ Սպազմա տալիս իհարկե, իհարկե։ Չէ, լուրջ ասա, Երկու հատից, բայց երկու հատից, Ոնց է։ 4 հատը չէր կարող։ Երկու հատով սպազմը տալիս, հա։ Եթե դու ասեն սխմում ես, ինքը սպազմա տալիս արհեստական Ուռում է, մեծանում։ քանի օր է մնում։ Չեմ կարող ասել։ Քանի օր է մնացել։ 2 օր հաստատ մնացել է, դրանց դու չգիտեմ։ Լավ, Գարիկ ջան, մատկը հիշեցես։ Էկո ներքնազգեստերի հավաքածու ունի, արտադրամաս։ արտադրամաս եւ դու ամբասադորն ես։ Ամբասադորն եմ, այո։ Այսինքն ես նկարն ինչա, կրում ես ներ, հիմա քո հակը ինչ ներկայացես։ Հա։ Քո հակը ինչա, սոյայից ներկա։ Անկալի սոյայից ներկայացես, հա։ Արա ինչա։ Okay, ինչա թել պանիրով բալաստերի։ Դա թել պանիր դու պանիր չես սիրում։ Բայց ինչա լուրջ, ինչ։ Վերամշակված Վերամշակված աղբից, ինչա, կարտոֆիլի կեղևով դրվում։ բազուկով աղցանին։ Չէ, դե լավ։ Ինչ բայց ինչա բրենդը կա, ինչա կարտոլ կլեյն։ Բայց ինչ բրենդա։ Green Truth։ Ինչ Green Truth։ Green Truth։ Green Truth։ Green Truth։ Ոայ Գարիկ ջան։ Green Truth։ Հորինետ։ Արա Green Truth։ Green Truth-ի հիմնադիրն է Ալբերտը։ Իմիջայլոց միտքը հեշտ է կապվել բանի մենեջերի միջոցով շուտվանից է միտք ունեցել, բայց ֆինանսավորում չեն ունեցել, բայց հիմա ունեն, դոնորներ ունեն, մի մասը նաև պետական ֆինանսավորում է, այս տարի բնության պահպանման, էկոլոգիայի մաքրության եւ կլիմայի փոփոխության մասով պետությունը նաև գումար հատկացում, մի խոսքով ուզեմ ասեմ, որ սուբսիդավորվում է նաև Ալբերտի ծրագիրը եւ Green Truth-ը վերջապես իրականություն է մեր կյանքում, ինչա՞։ Կանանց համար կա օրինակ։ Կանանց համար կա, բայց ես չեմ գովազդում։ Հա, բայց ինքը վերամշակ կոկոսի, կտրած կոկոսի բանը։ Բայց կոկոսի չունեն, որտեղ մենք կոկոսի մառոլ, թափաններ ինչա կանանց մառոլով է, ինչով է։ Կաղամբի։ Լսի, վերամշակված պլաստիկ է ինքը հիմնականում։ Պլաստիկը վերամշակում են ու էկո
green truth-երը հիմնականում Պլաստիկ, այսինքն պլաստիկի շշեր բան, տենց։ Հա, շշեր Դիմացի բանը։ բացը, բայց ինչով են, շշի բանով է բացվում։ Ինքը պլաստիկ, բայց դիմացի բացը տենց թողել են, որ գրում է զուգարը բացում է։ Ինչա, պլաստիկ ինչ ես խոսում, անատ է անն ասա, էկո, Էկո չէ։ Green. Green truth։ Green truth-երը վերամշակված պլաստիկա, բայց այո, ինչ, հա, հաջան։ Դու վերջ դու վերջն ես, մենք սիրում ենք։ Ես մենք Green Truth-ի ֆոտոսեսիա էլ ունենք։ Լավել է, դες որն է, Սովետ Հաշեմի աղբանոցով։ Սովետ Հաշեմի աղբանոցով, թույն կներեք, բայց տրուսիկով այսեց, նստացա, վերում են այդ զիլով աղբան լծնում են, որ են կարիքի Green Truth, գնեք, այսեց, աղբանոցով գաջոտ կեղտոտ ես կիվի կլեպը դեպ։ Շարասպո ֆոտոսեսիա ունեմ։ Հա, ունենք ֆոտոսեսիա էլ։ Լավ, ուրա այդ երկու Green Truth-ը ինքը նաև վեգան բան է, պրոդուկտ է համարում, որտեղ կենդանիների վրա չի փորձարկվել, ոչ մի նապաստակի աչքեր չի բորբոքվել Green Truth-ի արտադրության ընթացքում։ Ալբերտը երբ որ Green Truth-երի հավաքածուն ցուցադրեց, շատ հավանեցի ես մի անգամից։ Խոսակցությունը սկսվել էր մոտ 2 տարի առաջ, բայց ֆինանսավորում չունեին, բայց հիմա ֆինանսավորում ունեն, ավելի շուտ ոնց որ ես հիմա համ ունեմ Green Truth, համ ունեմ համ երջանիկ եմ։ Հասկացա, Ժաննա։ Ալբերտը ինձ մի անգամ փողոցում պաշտպանել է ինձնից օտար տղամարդուց։ Պատմիր, օտար տղամարդը մոտիկացավ, հələ բլա, օտար ինքը, այլ արգից է, հայեր է։ Հայեր։ Մոտեցավ ինչ, ազիզ։ Համրամատ են անիկդոտը պատմի։ Որ անիկդոտը։ Ասես փողոցում օտար տղամարդը մոտեցավ քեզ։ Չէ, չհասցրեց մոտենալ։ Մի անգամից առանց իմանալու ինչա մոտենում, Ալբերտը։ Ոնց եղավ։ Ուրեմն ես աստիճաններով բարձրանում էի եւ բարձրակրում կոշիկներով էի։ Եվ չէի նայում դիմացս։ Նայում էի ոտքերիս տակ։ Կերվում եմ պատին, բայց դիմացս չեմ նայում, շարունակում եմ։ Ու բարձրանում էի, այնտեղից ինչ-որ մեկը ինչ-որ բաներ էր խոսում, ես նույնիսկ չէի հասկացել, որ դա ինձ է ուղված։ Գլուխս բարձրացրեցի Ալբերտի ձայնից, ով ասում էր «Յա», ուղղակի «Յա», եւ խրատեց այդ մարդուն։ Այդ մարդը ինչ էր Այդ անում։ մարդուն ասեց «Yeah»։ Բայց այդ մարդը ինչ է։ Բայց այդ մարդը ինչ է մոտենում էր քեզ։ Ինչ-որ բան էր ասում, հավանաբար ուզում էր մոտենալ։ Ինչ ռեպլիկ էր ասում։ Ես չեմ լսել։ Ռեպլիկ թե ինքը վաձայն էր այսպես։ Ես չեմ։ Յա։ Չէ, «Յա» ասել է Ալբերտը։ Ալբերտը իսկ էնի։ Չէ, ես չեմ լսել, ես ոտքերիս տակ էի նայում։ Ալբերտն է լսել ինչա ասում են Այո, նա ինքն է լսել, հա։ Հետո որ ասեց «Իա», դա նշանակում է քեզ պաշտպանել։ Պաշտպանեց, դա ինչ կարող է։ Եվ խրատեց, էդ էլ չլսեցի, որովհետև դեռ չէի հասել։ Խրատեց, բայց ինչ, ասեց ով աշխատի նա կուտի։ Խրատեց, էդ ինչա։ Սիրիր հարևանիդ ինչպես քեզ։ Այո, սիրիր հարևանիդ, եթե ապտակում են մի դուշովից։ Խրատի ով է, վարտան այգեկցին է ով է։ Ասեց, ես ինչ վարքա, օրինակ, փողոցում, Էս ինչ անծանոթ վարք է։ աղջիկը նկատում։ Իսկ մյուսը լի շարունակում էր։ Այն մյուսը չշարունակեց, չէ։ Չշարունակեց։ Վակրայտա, չէ՞ ով է եղել մյուսը։ Ես այդ մարդը տարիքով։ Լավ, հիշում եք պատմությունը։ Eco Truth։ Green, կներեք ինչ եմ էկո ասում։ Green Truth, Green պտուկ և Green ասպետ։ Անահիտ։ Մտածում ոչ մեկի մոտ չի եկել։ Չի եկել։ Վերջ, այսքանը։ Նու կամ ոչ մեկի մոտ չի եկել։ Կամ կովերն են, բայց կովերն է շոտ անհավանակ։ Այդ ինչքան խմած պետք առնեն, որ տենց բան որոշեն։ Որ թողեն տենց բանը։ Դե բացառում եմ Ժաննայի տարբերակը։ Գարիկին, հա, դա չեմ էլ դիտարկում,
Հա, չէ։ Գարիկին տատս լիներ կասեր չրզգվես դու Գարիկ։ Օ, չրզգվեսը լավ։ Այդ շատ լավ բառ է իրականում, են որ սենց սիրելով ասում են։ Հա, չրզգվես, ինձ էր ասում։ Շատ համով ու շատ այսպես ինձ թվում է կովն է։ Կովն է։ Հա, Կամ ոչ մեկ հետ շատ չունի, բայց հա։ Դու էլ կովը կամ ոչ մեկ։ Ես էլ կովը կամ ոչ մեկ։ Ձեր վերջնական պատասխանն է։ Մենք կարծում ենք, որ Լևոնը Ալբերտի հետ միասին Կոտայքի մարզում հոշոտել են, գզել են, այո, կովերին, Շատ բարի։ ավելի շատ հակված ենք դրան, այդ տարբերակին։ Նախ շնորհակալություն Ալբերտին մեր հյուրը լինելու համար եւ կխնդրենք, որպեսզի Ալբերտը ներկայանա եւ ասի ում հյուրն է նա։ Ողջույն բոլորին, ես Ալբերտն եմ եւ ես Ժաննայի մտերիմն եմ։ Այո, պաշտպանել է եւ պաշտպանում է նաեւ ձեզ։ Շնորհակալություն հայտնենք Ալբերտին, ասպետ Ալբերտին, Ալբերտ ջան, միշտ նույն տեպերով շարունակի եւ խնդրում եմ պաշտպանի մեր հայ աղջիկներին։ Նա ծափան են, քանի որ հիմա միամսյակ է կանանց եւ աղջիկների ստաբեր են Ալբերտին, Ալբերտ ջան, շնորհակալություն որ մեր հյուրն եք։ բայց ոչինչ, Անթերիսի մրցանակները։ Այո։ Ես սա հաշիվը սա կփոխեմ, մենք 6-3 պարտվեցինք։ Սա տանեմ ես տամ մի րոպե։ Թիվնազում հիշես։ Եկեք ծափարենք, բայց հիմա Ժաննա ջան, սա Շնորհակալ եմ, Ռոբերտ։ Իսկ սա ձեզ իմ սիրուն եւ Անթերիս Կասմետիկ, հա։ Ոչ, իրենց ընկերության ծառայություններից օգտվելու համար շատ թանկարժեքնվել են նվեր քարտի տեսքով։ Ես բայց եկեք էլի, խնդրում եմ, մենք եկեք աղոթենք, չէ, մենք եկեք միավորվենք եւ այս հաղորդումը թող լինի մեր ընկերության սկիզբը։ Այո։ Ընդունեք պարտությունը, հպարտորեն։ Մենք չենք ընդունում։ Հաշվի նստեք ձեր։ Սա պարտություն չէր։ Այդ կարծես ասեք, մի քան նվերները արդեն ժողովրդի մոտ են։ 6-ն էլ գրած է։ 6-ն էլ գրած է, բայց լավ ժամանակ անցկացրեցինք, շնորհակալություն։ Ինձ թվում է մեր այսպես ասած ճակերտավոր փորձարկումը, որ մեր թիմում լինեն սիրված, հայտնի մարդիկ եւ նաեւ մարդիկ, ովքեր սիրում են կասկածելի Երևան եւ ինչու՞ չէ նաեւ ուզում են մասնակցեն եւ նույնպես հայտնի դառնան, ստացվեց երևի։ Գոհենք եկեք մի քիչ քաջալերենք էլի Անահիտին եւ Լևոնին, էլի ծափարենք, որ սա լինի ոնց որ օրինակ մյուսների համար։ Գոհենք, չէ՞ դուք որպես հանդիսատես Անահիտից եւ Լևոնից, ասեք, խնդրում եմ։ Այո։ Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում բոլոր մեր հյուրերին, կասկածելի երեկոներ եթերում կհանդիպենք հաջորդ շաբաթ։